Բարկուդանք Աստծո իր ճշմարտության համար եւ իր խոսքին համար, որ մեր մտքերը եւ հոգիները գլուսավորե եւ գարաշնորհե մեզ իսկապես իրեն բաշխելու եւ փառավորելու։ Եկեք այդ հոգիով այսօրվա մեր պաշտամունքը սկսենք Սամոս 27-ով, անոնք որոնք կրնան ոտքի գենալ, պիտի խնդրեմ, որ գենակ Աստծո խոսքին համար։ Դերը իմ լույսս ու փրկությունս է։ Ես որմե պիտի վախնամ։ Դերը իմ կյանքիս ապավենն է, ես որբե պիտի թողամ։ Չարերուն իմ մարմինս ուտելու համար ինձի մոտեցած ադենը իմ նեղիչներուս ու տշնամիներուս սահեցան ու ինգան։ Եթե վրաս զորքի փանակ ելլե, սիրտս պիտի չվախնա։ Եթե ինձի թեմ բادرազմի պատրաստությունը լա, դարձյալ ես վստահ պիտի ելլամ։ Փամը գխնդրեմ դերոճմեն ու ասիգա գաղաճեմ, որ կյանքիս բոլոր օրերը դերոճը դանը մեջ փնագիմ, դերոճը վայելչությունը դեսնելու ու անոր դաջարի մեջ զինք խնդրելու համար։ Վասնզի չար օրվա մեջ իր բնակարանին մեջ զիս պիտի բահե, իր վրանին ծածկոցովը զիս պիտի ծածկե, վեմի բրա պիտի վերցնե զիս։ Ու հիմա իմ գլուխս պիտի փարսանա իմ փոլորդիկս եղող տշնամիներուս վրա, ու անոր վրանին մեջ ուրախության ցայնով զոհեր պիտի մատուցանեմ, պիտի երգեմ ու սաղմոս պիտի ասեմ դերոճը։ Ով դեր, ցայնս լսե գանչելու ադենս ու ողորմե եւ պատասխան դուր ինձի։ Իմ երեսս փնդրեցեք ասիր, իմ սիրտս ալ քեզի ասավ, քու երեսդ պիտի փնդրեմ, ով դեր։ Քու երեսդ ինձ մե միծածգեր, փարգությունդ ծարատ մեկթի միծկեր։ Ինձի օգնական եղար զիս մի մերժեր, զիս մի թողուր, ով իմ փրկությանս Աստվածը։ Թեև հայրս ու մայրս զիս թողում, բայց դերը զիս պիտի ընդունի։ Ով դեր քու ջամփատ ինձի սորվեցուր ու շիդակ ջամփում մեջ ինչ առաջնորդ է տշնամիներուս համար։ Զիս իմ տշնամիներուս կամքին մի մատներ, վասնզի իմ վրա սուտ վգաներ ու աներովություն փչողներ ելան։ Հավատացի թե դորոճը փառությունը պիտի տեսնեմ գենտանիներուն երկրի մեջ։ Դերոճը սպասե, զորացիր ու սիրտը թող զորանա, դարձյալ դերոճը սպասե։ The Lord is my light and my salvation, whom shall I fear? The Lord is the stronghold of my life, of whom shall I be afraid? When the wicked advanced against me to devour me, it is my enemies and my foes who will stumble and fall. Though an army besiege me, my heart will not fear. Though war breaks out against me, even then I will be confident. One thing I ask from the Lord, this only do I seek, that I may dwell in the house of the Lord all the days of my life, to gaze on the beauty of the Lord and to seek him in his temple. For in the day of trouble he will keep me safe in his dwelling. He will hide me in the shelter of his sacred tent and set me high upon a rock. Then my head will be exalted above the enemies who surround me. At his sacred tent I will sacrifice with shouts of joy. I will sing and make music to the Lord. Hear my voice when I call, Lord. Be merciful to me and answer me. My heart says of you, seek his face. Your face, Lord, I will seek. Do not hide your face from me. Do not turn your servant away in anger. You have been my helper. Do not reject me or forsake me, God, my Savior. Though my father and mother forsake me, the Lord will receive me. Teach me your way, Lord. Lead me in straight path because of my oppressors. Do not turn me over to the desire of my foes, for false witness rises up against me, spouting malicious accusations. I remain confident of this. I will see the goodness of the Lord in the land of the living. Wait for the Lord. Be strong and take heart, and wait for the Lord. Amen. Եկեք պաշտամունքը սկսենք այս ոգևորված խոսքերով Աստծո եւ փառաբանենք իր սուրբ անունը երգելով թիվ երգ 12 Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես։
Ընթերցենք փոխասարցապար փոխասած ընթերցում թիվ 33 քրիստոնեական սպառազինություն Ալասկե հետո եղբայրներս զորացեք Տերոջմով ու անոր զորությանը կարողությունով Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ալաք սատանային մնարդներուն թեմ տնել։ Վասնզի մեր պատերազմը արյունի ու մարմնի հետ չէ, Հաբա իշխանություններու ու պետություններու հետ եւ այս հավար աշխարհին իշխաններուն հետ երկնավորներուն մեջ եղող չար ոգիներուն հետ Այսօր համար ծեր վրա արեք Աստծո սպառազինությունը որպեսզի կարող ալաք չարության օրը թեմ տնել։ ու ամեն բան լմնցնել է հետո հաստատուն գայնիլ Ուստի ձեր դեղը դայնեցեք մեջգերնի ճշմարտությամբ ամրացնելով ու արդարության զրահը հագնելով ու ոտքերնուտ ամրացուցեք խաղաղության ավետարանի պատրաստությունը Եվ ամեն բանի վրա հավատքին վահանը արեք, որով կարող պիտի ալլակ չարին բոլոր գրագոտ նետերը մարել։ Եվ փրկության սաղավարտը արեք ու հոգիին սուրը, որ Աստծո խոսքն է Աղոթքով ու խնդրվածքով ամեն ատեն արողրեք հոգիով ու այս բանին վրա հսկեցեք կատարյալ հավատարմությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար Խաղաղություն եղբայրներուն եւ սեր հավատքով մեկտեղ հոր Աստծո ու Տեր Հիսուս Քրիստոսե Շնորհք այն ամենուն հետ որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսը անկեղծությամբ կսիրեն ամեն Ամեն Օրհնյալը Տերոջը խոսքը խոնարհինք Աստծո առջև մեր հոգիներուն սրտերուն մեջ լսենք անոր ձայնը Հավիտենական սիրո Աստված հաղթական Տեր Հիսուս Քրիստոս շնորհալի վերագենթանացնող Սուրբ Հոգի Աստված Ով դեր եկած ենք հոս այսօր ինչպես ամեն օր մեր դուներուն մեջ եւ ամեն գիրագի հավաքված հոս խմբովին քեզ բարավորելու մեծարելու քու Սուրբ անունդ լսելու քու Սուրբ խոսքեդ ոգերվորվելու քու ճշմարտություններովդ եւ լեցվելու հարության հույսի զորությամբ ով դեր եկած ենք բարավորելու կոհապանություն հայտնելու քեզ թե դու որքան մեծ ես ու գեղեցիկ ես քու բոլոր ստեղծագործություններով երկնքի ու երկրի մեր ամբողջ ունեցվածքին քու գադարած գործերուդ եւ հրաշքներուդ համար փառք ու տանք քեզ ով դեր Ինչալ լայն մեր պայմանները կամ ինչալ են կուզենք փառք տալ քեզ ով դեր որովհետև մի անտուն արժանի ես Շնորհակալ ենք ամեն ինչին համար այսօրվան պաշտամունքին համար Թող որ քու հոգիովդ լեցվենք մենք հիմա որովհետև գրնանք հավատքով եւ ճշմարտությամբ քեզ փառավորել Օգնե մեզի ով դեր որ մեր մաշտամունքը ընդունելի լա եւ լսենք քու ցայնդ քու փառքիդ համար կխնդրենք այս ամենը Հիսուս Քրիստոսի անունով գաղութենք ամեն Շարունակենք պաշտամունքը երգելով հաջորդ երգը թիվ 102 Աբավեմ
այո միշտ հիմեր ամենը ունայն են միան դերն է որ անշարժվեմն ու ապավենն է մեր. He is our fortress and refuge and we seek him to be strong and be strengthened through his sacrifice. Thank you Jesus. Վարգամ լուրուչան արիտ տամ ձեր բոլորին, պատրաստեք ձեր հոգիները աղոթքի. Խնդրեցեք Աստծո մեջ ճշմարտությամբ եւ Աստված կուտա թող որ օրհնե ձեզ եւ ինձ որպեսի կրնանք բարավորել իմ այրը. Հաղթական Սուրբ Երրորդություն Հայր, Որդի և Սուրբ Հոգի ճշմարիտ Աստված գենթանի և միակ Աստվածը որ արժանի ամեն փառքի, բադիվի գոհության, օրհնության, զորության և իմաստության արժանի է Աստծո քարը որ զոհվեցավ մեր մեղքերուն համար Հալելույա Տեր, փառք քեզ Տեր, որ տունես աշխարհի քարը, որ գվերցնե աշխարհի մեղքը։ Եվ շնորհակալ ենք ով Տեր քու հարության, զորության համար եւ անոր ճշմարտության համար, որ գներշնչե մեզ հավիտենական եւ ճշմարիտ կյանք։ Կպարապանենք քեզ ով Տեր։ Մեր սրտերուն մեջ կցնցանք, գզորանանք Եվ անորոքվենք այս ճշմարտություններով։ Շնորհակալ ենք, որ մեզ հավաքած ես իբրև քու եկեղեցիդ, որովհետեւ կգրնանք քու սուրբ խոսքեդ խոսիլ, որ քու հոգիով լեցվենք, քու խոսքիդ ճշմարտություններով լեցվենք, սպառազինվենք Աստծո խոսքով, Սուրբ Հոգին սուրովը, որ քու խոսքը դե, օզորացուր մեզ ով Տեր։ Զորացուր եւ փած մեր մտքի, սրտի, հոգին, աչքերը եւ ականջները, որովհետեւ տեսնենք թե մեր բادرազմը ինչին թեմ է։ Գուզենք քաչ զինվորները դլալ ով Տեր։ Եվ մեր այդ քաչության մեջ են վգայենք, որ Տունես միակ փրկիչը, Տունես միակ Աստվածը, որ գրնա մարդուն դալ փրկություն եւ նոր կյանք։ Շնորհակալ ենք ով Տեր այնինչ որ կգադարես մեր եկեղեցվո մեջ մեր հանցերուն մեջ կխոնարհենք քո արչեվդ թե մենք արժանի չենք բայց դու քու արհատ ողորմությանդ մեջ ու շնորհքիդ ջոխությանը մեջ քու քասև գայցելես մեզ շնորհակալ ենք Տեր Օգնե մեզի, որպեսզի ապրենք հավատարիմ այդ գոչումին, ամեն մեկս ինչպես որ գանչած ես այն պաշտոնին համար, որ տված ես։ Նաև գուկանք ով Տեր խոստովանելու մեր մեղքերը։ Ան որ կործած ենք, գիտությամբ կամ անգիտությամբ, գամա թե ագամա։ Ները մեզի ով Տեր։ Ները եւ ողորմիր։ Արչևդ կբերենք մեր բոլոր հանցանքները, անիրավությունները, մեղքերը, որոնք կատարած ենք խոսքով, գործով կամ մտածումով։ Մակրե եւ սրբե քու որդիդ Սուրբ Արյամբ, որպեսզի գտնանք արժանավորյալ փառավորել քեզ։ Եվ շնորհակալ ենք ով Տեր որ գներես մեզ։ Անգամ եւ անգամ եւս։ Շնորհակալ ենք, որ դատապարտություն չունենք Քրիստոսով արտարացածները։ Հալելույա։ Հալելույա։ Դեր գաղութենք մեր հիվանդներուն համար, որ դու շարունակ կործես իրենց մեջ, բժշկություն շնորհես անոնց մտքին, մարմնին եւ հոգին։ Ոմանք հստակ է, որ հիվանդ են, հիվանդանոցն են, կամ անկարող են շարժելու։ Ոմանք անհայտ է, որ հիվանդ են։ Դերևս մեր հոգին մեջ։
թերևս մեր մտքին մեջ բժշկե մեզ ով Տեր, դուր Քրիստոսի միտքը, որ նորոգվի մեր մտքերը, բժշկե մեր հոգին, որպեսզի ճանչնանք այն ինչ որ ճշմարիտ է միան, որպեսզի կրնանք զանազանել այն ինչ որ չարն է եւ քեշն է, դպչիր ու բժշկարար ցերկովդ ով Տեր, ամեն մեկուն որ քեզ գկարոդի հիմա եւ գխնդրե քեզ մե, եւ գավադանք ինչպես որ հայրաբեդը հավատաց եւ զանազան մարդիկ հավատացին, շնորհակալ ենք որ կբժշկես, որովհետեւ մեզ կսիրես, նաեւ գաղութենք ով Տեր սքավորներուն համար, մանավանդ Վարդուկին համար եւ Սիլվիային եւ իրեն թորներուն Վարդուկին, այցել է ով Տեր սքավորները, սփոփե հիմա իրենց հոգին, թող որ քու սերդ հայտնաբերվի այսնեղ բահերուն մեջ ավելիով եւ թող Սուրբ Հոգի մխիթարիչով մխիթարվին թե ունին Աստվածը որ հավիտյան է եւ մարդոց կբահե հավիտյան եւ սիրած է իրենց հավիտենական սիրով սփոփե եւ մխիթարե Զորացուր մեզի ալով Տեր, որ գրնանք նեղ բահերուն սքավորներուն օգնել, սփոփել, հասնել եւ ցույց տալ քուսերդ եւ շնորհքդ։ Գաղութենք նաեւ ով Տեր մեր երկրին համար, այս գեղեցիկ եղանակին, որ գվայելենք մեր երկրին մեջ։ Շնորհակալ ենք, որ մեզ քու գեղեցկությունդ բաժին մցույց տուած քու ստեղծագործությանդ մեջ։ Շնորհակալ ենք այս երկրին ապահովության։ Գխնդրենք քեզ մե ով Տեր շարունակ մեր երկրի մեջ թափես հայտնության հոգի եւ իմաստություն, բոլոր ղեկավարներուն, ամեն մագարտակի վրա, ընտանիքներուն մեջ, ուսումնական մարզերուն մեջ, pedagogan եւ քաղաքական հողի մեջ, ամեն տեսակի առաջնորդ լանոն կղերական կամ այլ։ Նաև նույնը կխնդրենք ով Տեր մեր հայ ժողովրդին համար, մեր ազգին համար, մեր հայրենիքին համար։ Սիրո գարիկդ պետք ունենք ով Տեր։ Այցել է մեզի եւ գրթե մեզ քու ջամփաներուդ համապատասխան։ Եվ դուր մեզի իբրև հայ ժողովուրդ եւ ղեկավարներ գեղերական թե քաղաքական կամ աշխարհիկ, որ տեսնենք թե այն ինչն է որ գուզես մենք սորվենք։ Եվ այն ինչն է որ գուզես որ գադարենք։ Մեր պաշտամունքը ըլլա ճշմարիտ եւ ոչ թե գեղձավորությամբ։ Օգնե մեզի Տեր։ Օգնե եւ առաջնորդե։ Նաեւ գաղութենք մեր եկեղեցվո բոլոր ծառայություններուն համար, տիկնած, մարդկանց, երդասարտած, գիրակնորյա, բոլոր անոնք, որոնք կծառայեն մեր եկեղեցիներս նվագախումբի մեջ, երգողներ, տեխնիկային, խանոցը, մակրոները, հոսներգաները ով Տեր, քու արչեւդ կխոնարհենք եւ կփարավորենք քեզ։ Օգնե որ մենք կրնանք մեր 65-ամյա եկեղեցվո փարապանության ճաշկերույթը դոնել այնպես որ թուն փարավորվի սանոր մեջ։ Մենք քու ծառաները ենք։ Օգնե մեզի որ փարավորենք հիմա եւ միշտև հավիտյան Հիսուս Քրիստոսի պատվական անունով կխնդրենք։ Ամեն։ Շարունակենք պաշտամունքը երգելով հաջորդ երգը, երգ 164, բերգչին եկեք։
Ամեն։ Այսօրվա քարոզի սնույթը զադած եմ Եփեսացիս 6-րդ գլխուն 10-10-րդ համարներուն եւ գոչվի Թիմագին յետևի իսկական թշնամին. The title for today's message is from Ephesians chapter 6 verses 10 to 13 and it's called Behind the Mask, the Real Enemy Unmasked. I'll preach in Armenian in the beginning for almost 20 minutes, and then I'll do a synopsis in English for 10 minutes because I want everyone to understand clearly what we're talking about. Շնորհք եւ խաղաղություն ձեր բոլորին, ուրախ եմ, որ գրնանք այս գիրագի իրարու հետ լալ եւ լսելու Աստծո խոսքեն, ես ալ երբ որ կպատրաստեմ, ես ալ կնորոգվեմ իմ հոգիս մեջ եւ այդ Աստծո լսած ճշմարտությունը կուզեմ փոխանցել ցեզի, որովհետև ես կհավատամ, որ միան հոգևոր հովիվ ունենալով չէ, որ եկեղեցին կառաջնորդվի, այլ հոգևոր ճշմարիտ հավատացյալներ, որոնք կհավատան եւ իրավ կհավատան Աստծո խոսքին եւ գաբրին Աստծո խոսքին համապատասխան, եւ մենք իբրև մեկ մարմին իրարու հետ պիտի բայկարենք, հիմա ինչպես որ կլսենք բայկարը, որտեղ բայկարի մեջ ենք մենք։ Եվ կուզեմ այդ զորությամբ դուք այսօր լեցվիք եւ հասկանաք եւ ապրիկ։ Պատմությունը պատմեմ նախ շատ կարճ բոլորս գիտենք ամսուն 31-ին գնշվի չդոնվիր գնշվի Հալոուինը եւ բզդիկ մը գխոսիտ երբ որ Հալոուին կար գսեր որ ես շատ կուրախանայի որովհետեւ գսեի որ ասիգա ինչպես մարզանքի օլիմպիական խաղերը կան օլիմպիքսը ասիգա ալ իմ օլիմպիքսը Ուզածից չափ շաքար, շոկոլա, չիփս, խաղալիք դերևս երբեմն շատ լավ է եւ գսեգ ծրակրեի ուրդեղեն ուր բիդերտամ երբ բիդերտամ որ դունը ավելի գուտա հայտնի գնե դունին չափեն մեծությունեն որ թաղը երթամ կարեւոր է թաղերնալ եւ գսե ծրակրեցի օրմը եւ ասի որ բիդի երթամ եւ կացի գսե մեմնալ դեսա որ ասպես շատ Մարտակայլի գերբով մեկը հակուստ հակած է։ Քայլ չէ, werewolf, ինչը շոյերն ագա, Wolverine, չգիտեմ ինչ, շատ չեմ դիտեր, բայց հիշածներս գսե։ Եվ գսե նայեցա այդ հակված մարդուն շատ վախցա։ Աչքերը քրեթե իրական քայլի աչքերու պես կպայլեին Ջանգերը, ագրաները, ֆենգերը գսե երկար դուրս ծծված էին եւ մուշտակն անանք մվրան հակված որ գարձես թե իրավ էր եւ շատ վախծա գսե եւ որ կացի գսե ատկայլը յետևես կուքար ինքն ալ նույն դուները գմտներ մինչեւ գսե վերջացավ հավաքելս վերջը քայլը գսե մոդեցավ ինձ եւ ես արդեն վախի մեջ եմ որ ինչ պիտի նեյմ այնձ ասկայլը հանեց գսե թիմագը մասկը քլուխեն Եվ դեսա որ դբրոցի ինգերս է։ Եվ ես որքան գվախնայի գոր միշտեր այդ դուղուն գճանչնամ ասավ դբրոցը ոչ ալ գվախնամ իրմե։ Հիմա մեր հավատքի կյանքն ալ երբեմն սատանան այդպես մգուզե ներկայացնել, որ մենք թիմագով բաժինը տեսնենք։ Երբեմն թիմագով բաժինը վախնալիք կլա, երբեմն թիմագով բաժինը վախնալիք չլար։ Միշտեր թիմագին յետևինն է որ վախնալիք կլա։ Եվ մենք կշփոթենք երբեմն եւ չենք հասկանար թե ինչն է իրականը, ինչն է իսկականը, ինչն է ճշմարիտը, որ մենք իբրև քրիստոնյաներ պետք է գիտնանք, գիտնալնես վերջ պետք է հավատանք, հավատալեն վերջ պետք է կործատրենք։ Երեք ընթաց կա. ճանչնալ, գիտնալ, հավատալ այդ գիծածից եւ կործի տնեմ այդ գիծածից։ Ուրեմն մենք այսօր պիտի խոսենք Ընդհանուր ոչ թե Հալոուինը օրինակ մը պիտի առնենք, ասելու թե թշնամին ինչպես կուզե թիմագավորել, ինչպես կուզե ծածկել, բահել, այնինչ որ վախնալիք է, այնինչ որ չար է, այնինչ որ քեշ է եւ մեզի ներկայացնե ինչպես որ արդեն մշակույթը ընդունած է, շաքար շոկոլա է It's okay.
Եվ գամ not a big deal գսեն անգլերենով։ Հիմա Հալովինի մասին խոսին, որտեղ Հալովինը մոտ է եւ այսօր նման շատ օրինակներ կան, քիչ վերջ կան դատարնամ շատ արագ։ Բայց միթե մենք իբրև Քրիստոսի հետևորդներ պիտի ապրենք այնպես ինչպես որ մշակույթը մեզի գուզե ապրենք, թե այնինչ ինչպես որ Աստվածաշունչը գուզե որ ապրենք։ Եվ անոր համար է որ կքննարկենք մեր հավատքը Աս շրջանին մեջ չի մնար աս բادرուն մեջ։ Եկեղեցին մեջ հավատացյալ եմ, եկեղեցին դուրս հավատացյալ չեմ։ Մեկը գագսե որ ինչպես գսե դուք ամերիկացիներուն համար, կանադացիներուն համար գսե գիրագյորը պաշտամունքի գուկակ, բայց շաբաթ գիշեր ներողություն, գիրագյորը պաշտամունքի գուկակ եւ գսե Երևանայի հովիվը երկու զույգան է հոս եւ ասե իմ համբուրվեցեք իրար հետ։ Եվ մենք պիտի դիտենք եւ չիր պիտի ինենք։ Բոլորս այսեն խենցեր է ասովը, համաս մարդիկը, քնադունդ ինչ կուզեսներ է, չէ։ Բայց կսե շաբաթ գիշերը տեսակ ֆիլմեր ալ գտիդենք, որուն մեջ մեզի մշակույթը ցույց կտա, որ խնդիր չի գա, մեկուն հետ գիշերը ժամանակ կանցնե, թեև գինն է ամուսինը չէ վնաս չունի, գամ չգիտեմ ինչեր ցույց կտան։ Եկեղեցի մեջ չեմ դիտեր, բայց դունիս մեջ կդիտեմ։ Հոս հավատացյալ ենք, բայց դուրս կելենք աշխարհին պես ենք։ Չգա։ Չլար։ Անոր համար մենք ուզենք հիմա օրինակ այսօր բերել ավելի ինչ որ կգոչվի Halloween, ինչ որն է։ Եվ գիտնալ թե ինչ են ասում ճշմարտությունները եւ չարը, սատանան, չարախոսը, սդախոսը, ինչպես կուզե մեզի ներկայացնել, որ մենք ընդունենք։ Եվ մենք պիտի գիտնանք այդ, պիտի ճանչնանք եւ վերջը ապրենք այդ ճշմարտություններով, որ ինչ որ Աստծո խոսքը գսե։ Փոխանակ ես բացադրեմ ավելի, մեկ հատ լսենք Աստծո խոսքեն, թե Աստված ինչ գսե իր խոսքի մեջ, թե ինչ է մեր բայկարը, ինչին թեմ կբայկարենք եւ ինչպես պետք է բայկարենք։ Եփեսացիս 6-րդ գլխուն 10-րդ համարեն գսե Պողոս Արաքյալ գհորտորե մենք Եփեսացիս գիրքը գսերդենք Սուրբ Գրքի Սերդողջան Ժորեքշաբթի օրերը կրնամ ասել իսկապես հարցուցեք անոնք որոնք կան, անոնք որոնք չեք կար մեծ բան կգործընծնեք ճանչնալու Աստծո խոսքի ճշմարտությունն եւ ողջևորվելու եւ զորանալու։ Եվ հոն հասած ենք դեմը, որ պիտի սկսենք 6-րդ գլուխը, ես այսօր քիչ առաջ կերտամ, մնաց չունի, անոնք որոնք Սուրբ Գրքի Սերդողջան կան, ներեցեք ինձ, որ ցեզի բամը պիտի սեմ որ այնոնն աբիցեի, բայց լավ գլավոր գրկնություն ալա։ Նայեք ինչ կսե Պողոս Արաքյալ։ Ասկե հետո գսե եղբայրներս, քույրերս, զորացեք դերոճմով եւ անոր զորության կարողությունով։ Ձեր վրա հակեք Աստծո սպառազինությունը, որբեսի կարող ըլլակ սատանային հնարքներուն թեմ տնել։ Վասնզի մեր բادرազմը արյունի եւ մարմնի հետ չէ, հաբա իշխաններու ու բեդություններու հետ եւ այս խավար աշխարհին, ոչ անտիաշխարհին, այս խավար աշխարհին իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներուն հետ։ Այսօր համար ձեր վրա արեք Աստծո սպառազինությունը, որբեսի կարող ըլլակ չարության օրը թեմ տնել։ Ուրեմն Պողոս Արաքյալ շատ հստակ կսե, որ մենք բادرազմի մեջ ենք։ Բادرազմի մեջ ենք։ Եվ պետք է սպառազինվենք, պետք է պատրաստ ըլլանք այդ բادرազմի մեջ գրվելու։ Եվ ինչն է գրիվը, իրավ գրիվը, եւ ես անոր մասին ուզեմ խոսել։ Այո, մենք ապահովենք աղոթեցիալ, ամեն գիրագյալ գաղոթենք։ Հայաստանը կամ միջին արևելքը կամ ուրիշ տեղեր բادرազմի մեջ են։ Բայց այդ չէ գսե Պողոս Արաքյալ մեր բادرազմը։ Մեր բادرազմը սեծ հոգևոր հավատացյալին բادرազմը զենքով գրվելուն ֆիզիկական բادرազմին մեջը չէ։ Հաբա այդ բادرազմը գսե խավարի այս խավար աշխարհի իշխաններուն եւ չար ոգիներուն թեմ է։ Այս աշխարհը խավարի աշխարհն է։ Եվ այդ խավարի աշխարհին վրա կա իշխաններ։ Եվ այդ իշխանները ունին չար ոգիներ, որոնց կգործածեն իբրև իրենց բادرազմի գործիքները։
Եվ եթե մենք սպառազինված չլանք, պիտի անցնի մանոնց, թե ինչը սաղավարտով, վահանով, կոդիով, ճշմարտության եւ Աստծո խոսքին սուրով, Սուրբ Հոգին սուրով, այդ թշնամիները, այդ իշխանները մեզի կխոցեն եւ կվիրավորեն եւ ուրիշ ջամփու կտանին։ Եվ դեռ մենք հասնենք մենք, որ այլևս ճշմարիտը սուդեն չեն կրնալ զանազանել։ Իրականը գերձեն չեն կրնալ փորոշել։ Եվ չեն գուզեր հոն հասնել։ Ամենամեծ սուդը, որ գա է մեզի գուզեն նսել Հալոուինին բարակային, it's not a big deal։ Ինչ իրար անցերը կսեն հայերենով։ Բայց դիկները հակուստ պիտի հակվին, տիկ-տակ պիտի տան դուները, ինչ պիտի սեն բարև, ինչպես եք շնորհք եւ խաղաղություն ցեզի։ Treat կուզեսնեմ, թե trickenեմ քեզի։ Չէ՞։ Արդեն խոսքը ձուր է։ Տրիկ պիտի քեզի։ Պիտի խապե քեզի։ Նեղության մեջ պիտի տնե քեզի։ Չէ հաջիսմիներ ինձ քիչ մը շոկոլադ շաքար դուր ուրախանամ դունս երթամ։ Եղավ ուզածը սրիր։ Անցյալ դարի խոսեցա Հալոուինի մասին շատ, թե ինչ է եւ ինչեր գնեն։ Շատ ամփոփ պիտի։ Մարտիկ չէ։ Սադանայաբաշներ կան, ճշմարտություն է, ես կովես չեմ բերեր, որ Բոստոնի մեջ դաջարալ ունեն, սադանային արձանովալ, և այդ սադանային արձանին կովը երկու հատ մանուկ կա, ձունգի եկած, մեկը դղա, մեկը աղջիկ, և այդ սադանային կբաշտեն, ասպես, նայելով, գադակ չէ, սադանան շատ լավ գիտե ուր պիտի հարցակի, որում վրա պիտի հարցակի, ինչպես պիտի հարցակի, վախնալիք գերբարներ, Մերած հոգիներու հետ կորձ ունենալ, չար թեմքով մարդոց, գմախներու, մերելներու, մութի, խավարի, այս բոլորը գնշե Հալոուին ասվածը։ Եվ մենք իբրև քրիստոնյաներ, բամը չվիցենք, ձպտված գերտանք կխանք կոր։ Ոչ, մի խապվիք, մեր բادرազմը հոգևոր բادرազմ է։ Սադանան այնքան խորամանկ է եւ այնքան վարպետ է սուտ խոսելու, որ դեր Հիսուս իրեն գսե սդախոսներուն հայրն է, այսինքն սդախոսներուն Աստվածն է։ Շատ լավ գիտե ինչպես պիտի խապե ինձի, քեզի եւ մեր մանուկները։ Անոմա մենք ամենքնով պիտի տեսնենք, որ not a big deal չէ, it is more than a big deal։ Տրամի մասին պիտի խոսիմ, քանի $1 բիլիոն կորձ կլա։ Եվ ինչեր տելևիզիոնը, կառավարությունը, բասերը, ուր գուզես երտաս Հալոուին է։ Մերած մարդիկ մենք, ինչ գործ ունենք մենք մեր ազներուն հետ, մեր Աստվածը կենթանի Աստված է եւ կենթանիներուն համար է։ Մեր Աստվածը լույսի Աստված է, խավարի Աստված չէ։ Մենք կորչ չունենք իրենց հետ։ Գուզեմ հասավ, որ it is a big deal։ Եվ մենք կանչված ենք նախ գիտնալու եւ երկրորդ հավատալու եւ վերջը ընելիք ունենք, որուն կանդրադառնամ։ Մենք հեթանոսական գրաբաշտ բաներու յետևեն երթալու չենք։ Եվ Հալոուինին իրավ հավատացողները Ինչպես մենք այսօր հոս եկած ենք եւ գաղութենք եւ Աստծո մեկը խնդրենք շնորհք եւ սեր եւ իր հոգին զորությունը, իրենք ալ գաղութեն եւ գխնդրեն ատմերած չար ոգիներեն եւ իշխաններեն, որբեսի ան որ իրենց դուրը զարնե իրենց մելլա։ Միդանիկ ծերվզդիկները դուրեր զարնեն չեք գիտեր ով պիտ բանա եւ ինչ քաստերով, աղոթքներով, անեցքներով ներողություն պիտի ուզեն որ ծերվզդիկները վարագվին։ Չար ոգին օտի մեջ ճաբրիր, բոլորս էլ ավետարանի մեջ կարդացած ենք, եթե մարդեն բիդել է գամ անասունի մեջ բիդերտա, գամ ուրիշ մարդու մեջ բիդերտա, ոգին մարմին պետք ունի որ աբրի, իմ մարմինս կու մարմինը դալ գրնա նոր ենթագահլալ, եթե ես երթամ անկիտակցապար առանց աղոտքի, առանց գիտնալու որուն թուրը գզարնեմ և զարնեմ և բանան, գադակ չեն ասոնք, մեր բادرազմը հոգևոր բادرազմ է չար ոգիներու եւ խավարի իշխաններուն թեմ։ Ես չեմ սողը, Աստված է սողը։
Ինձի գրնաս չհավատալ, բայց Աստուծո պիտի հավատաս։ Ես ալ մեջ ըլլալով, ես ալ գերտայի գնշեի բզդիկներուս այդ ժամանակին, չէի գիտեր, ները ինձի դեր, որ ես և իմ զավակներս դարած եմ այդ վտանգի մեջ։ Բայց 8 տարի առաջ Աստված անդրադարձուց ինձի, և ես ալ հիմա գուզեմ մեր բոլորին անդրադարձնել։ Մենք կոր չունենք ովևէ մեկ տեսակ Հալովինի խրախճանքներու կամ նշելու հետ, կոր չունենք։ Ոչ սուդը, ոչ իրավը։ Այսինքն սուդը ասելով հավաքվենք միան նշենք, ոչ անի։ Հավաքվենք նշենք դերոջը լույսը լալը։ Հավաքվենք նշենք, որ ինչ փառավոր մերելներն հարություն արած դերմ ունենք եւ գենթանիներուն համար եկած է։ Հավաքվենք եւ նշենք, որ մեզի եւ որ գփրկե գահանե խավարի իշխանությունեն գսե գաղադասից գիրքը եւ գտնե իրեն թակավորության լույսի մեջ։ Ուզեք նշենք, պատրաստ է ասուր գիրքը 1001 ծև գասերեք։ Բայց մենք իրենց օրերուն, չարին օրերուն, երբ որ իրենց գսեմ սատանային ենթակա չենք։ Եվ ես ձեզի կվստահեցնեմ այսօր սատանան ինձի պես եւ ձեզի պես լսողներուն որքան կնեղանա եւ գուզեմ ոլորել եկեղեցիները, որովհետեւ գրնա իր ուզածը կալեցնել։ Բայց մենք պիտի սպառազինվենք Աստծո խոսքով եւ անոր ճշմարտությամբ եւ անոր սուրով եւ հոգին սուրով, որ իր խոսքն է։ Եվ պիտի ապրենք այդպես իբրև եկեղեցի։ Եվ իրենք են, որ մեզ պիտի վախնան։ Եվ իրենք են, որ մեր հաշիվը պիտի ինեն։ Եվ մեր Սուրբ Գիրքի մշակույթը եւ կալչրն է, որ պիտի դարածվի աշխարհի մեջ։ Եվ ոչ թե աշխարհին մշակույթին այնինչ որ հաճելի է եւ խափուսիկ է եւ դիմագավորված է։ Վիժումը my body my choice խափուսանքը, որում մեջ միան մահ է, կամ անորոշությունը, որ չգիտնաս դղա ես թե աղջիկ ես, իքական ես թե արու ես։ Եվ այսօր մեզ բանը սատանան այնքան խելացի է, կամ սիրային հարաբերություններու ցևը ամուսնացած զույգեր գրնան ուրիշ գիներ ամուսիններ ունենալ վնաս որ մեկ ցևով մեզ պիտի խափե սատանան եւ գուզե խափել եւ մենք իբրև քրիստոնյա it's okay չէ կրված Սուրբ Գիրքի մեջ անակ կրված է վիժումին ո՞ւմ գարտա ինչ պիտի Աստված մեկ պիտի կրե ամեն ինչ մեզ համար Հալովին մի դոնեք վիժում մինեք Աստվածը սկզբունքը տված է ես ցանկի Աստված եմ ես սիրո Աստված եմ ես լույսի Աստված եմ ես մարդ փրկող Աստված եմ ես հարության Աստվածն եմ ես եմ գենաց հացը ինչ պիտի Աստված ասկե ավելի մենք պիտի ապրենք իբրև Քրիստոսի ճշմարիտ հետևողներ ով ինչ կուզե թողսե եւ քիդագից պիտի ելանք անոր համար քիդագից ոչ ալ մենք գախարտության, վհգության, փախտակուշակության, չգիտեմ ինչ բառեր կա հոստեղը։ Կոր չունենք ոչ witchcraft-ին հետ, ոչ sorcery-ին հետ, ոչ fortune telling-ին հետ, ասում ամենը Աստուծո փոխարենը գուզեն լալ։ Հենց փախտ բառը մեկ հատ այսօր լուրջ կացեք մտածեցեք, փախտ։ Ով որ գրնա ինձի ավոր սահմանում definition perel ես ագը կորձած եմ այդ բառը ասկե վերջ։ Չիգա փախտբար, չիգա իմաստ չունի, մեկը պամը գնեգոր, գամ աստվածը, գամ չար սատանան է, փախտս լավ էր այսօր օտը լավ էր, չիգա նանք պան, չիգա, գամ զուքատիբություն պարը, գամ վհգություն, ասունք ամենը չարը գուզե իշխել մարդոց վրա, սատանային նպատակը ինչ է, մեկ պան, Քրիստոսին չհետևիս, ինչ կուզես բաշտե, ինչի կուզես հավատա, ինչ կուզես ըրե, միան աս ճշմարիտ Քրիստոսին չհետևիս, և չհավատաս իրեն։ Եվ անոր համար է, որ հարվածը քրիստոնեության վրա է։ Մույս գրոնքներեն ովևէ մեկը թողել է փոխոցը խոսք խոսի, նույնիսկ հայոյանք խոսի, ընդունելի է։ Ազատ գամք է, ազատ գրոնք է։ Տուն ելիրս է Քրիստոս քեզի գսիրե եւ քեզի համար աշխարհ եկավ մեգումը գսե տուն տշնամություն hatred կդարած էսկոր Ինչու մույսները գրնան անել եւ տշնամություն չէ մեր ըրածը որ գսենք Աստված քեզ գսիրե տշնամություն է կամ ադելություն է Ինչու Որովհետեւ բادرազմ հոգեվոր բادرազմ է խավարի իշխանության եւ ոգիներուն թեմ չար
Որովհետև Սատանան շատ լավ գիտե ինչն է ճշմարտությունը եւ ով է ճշմարտությունը եւ որում վրա պիտի հարձակի։ Մյուսները ամենը գեղձ են։ Ժամանակ չունի ոչ ալգուզե վատնել։ Ճշմարտության վրա հարձակի։ Սատանան շատ լավ գիտե Քրիստոս ով է։ Եվ գնախանցի եւ գվախնա իր մե։ Մենք իբրև քրիստոնյաներ այդպես պիտի ապրենք։ Պիտի գիտնանք եւ պիտի բայկարենք։ Որովհետև Աստված կանչած է մեզի սուրբ կյանք ապրելու։ Ասե ես սուրբ եմ, դու ինձի պես սուրբ պիտի ալաս, եւ ինձի պես սուրբ պիտի ապրիս։ Չենք գնաս, մենք քրիստոնյա ենք, բայց Հիսուս ասես պիտի ապրենք։ Եթե կխոստովանենք Հիսուս Քրիստոս իմ փրկիչս է, մեր փրկիչն է եւ դերն է, ես ընդրանք չունիմ։ Ես իրեն ստրուկն եմ, հբարդապար գսեմ։ Եվ պիտի ապրիմ այդ ծարայի խոնար ոգիով, եւ մտածումներով, եւ կյանքով։ Թրացիս պիտի նեղվի ինձ մե որ Հալովին չիմն է, հեչ աչի նեղվին է։ Եգուր բացադրեմ գսեմ քեզի Հալովինը ինչ է, նայեմ դու ինչ կուզես սնել, կուզես հետևիլ, թե չես ուզեր հետևիլ։ Որտեւ Աստված մեզի կանչած է որ սուրբ լանք։ Կանչած է որ մեր մարմնի անդամները սուրբության ընձային կսե։ Ամեն իր խոսքի մեջ են։ Եվ մենք չենք ուզեր քաչալերել ովևէ մեկ ձևով խավարին կամ խավարի իշխանության կամ անոր գադարած բոլոր չարիքներուն եւ չարություններուն թեմ։ Եվ Եփեսացիս 5-րդ գլխում 11-րդ համարի մեջ գսե Աստված ոչ թե միան գսե քիծեք ջանցեք եւ բայկարեցեք, այլ գսե հայտնի եք, դրսևորեցեք, ցույց տվեք այդ սուդերը, որովհետեւ ուրիշներն ալ ջանչնան եւ ուրիշներն ալ գիտնան։ Expose the lies գսե Satan։ Գիտեք չէ, Սատանան ինչպես կուկա քեղեցիկ գերբարով լուսավոր հրեշտակի պես թիմագավորված It's art Ինչ իրարանցերը Սատանա կերեմարտը գերկե գոր it's art Թող Հիսուս հակվի հերկե չէ ադի չլար ադի գրոնկի վերածվի It's not art Ամբողջը ծրագրված է Սատանային կողմեն եւ անդեսակ բաները նորները իրենա կբաշտեն Ուրեմն հայերենը վերջացնեմ որովհետեւ անգլերենին անցնենք Մենք իբրև քրիստոնյաներ մեր ցանկի ապրելացեվի որոշումները գարնենք այս գիրքեն Ոչ մշակույթ են ոչ սովորություններ են ոչ չգիտեմ ինչ են ոչ գաբույտ աչք են ոչ Աստծո խոսք են Կամ գաբույտ խաչ կամ խաչ կգախեսվիսդ կամ գաբույտ աչք Երկուքը չես կրնար տնել Որուն աչքն է եղեր աս գաբույտը Ուրդեղ են եղեր աս գաբույտը Հունաստան էինք հույները շատ կհբարդանան քրիստոնյային օրթոդոքս հարց չունիմ օրթոդոքսը ասել է ուղիղ Okay ուղիղ ասել է ուղափար Ուր կացին է նվերներու խանութները ամենը գաբույտ աչք ախերեն Ինչ որոնա ինչ աչք է ասի ինձի բիտ բաբան է եղեր Գամ Քրիստոս ինձի կբաբան է Գամ մեկը չգրնար բաբանել Մեր խոսումները մեր ապրելացեվը այս գրքի մեջ գրված են Մեր իշխանությունը սուրբ գրքի խոսքեն է Ոչ իմ քովես ոչ քու ուզածետ Երկրորդ Հալովինի բարակային կամ անոր նմանները նմանավանդ Հալովինը Մեր հոգիներուն համար մեծ վտանգ են Անոր համար մենք կոր չունենք Մենք կոր չունենք Հալովինին հետ Ընդհանրակը Expose պիտի ինենք եւ ցույց պիտի տանք թե ինչ տեսակ չար, քեշ, սատանայական բաներ են։ Եվ մենք այդ անելով ցույց կտանք Աստծո խոսքը եւ Աստծո նկարագիրը։ Եթե պիտի ես կհավատամ Հիսուսին, օրը վերը պիտի ելնենք եւ Աստված պիտի եկուր նայեմ հավատացածդ ինչպես ցույց տվիր։ Ինձյալ քեզյալ Եվ բադասխանը փախուս չի գա։ Մագերեսային քրիստոնեություն աշխարհի վրա կալի։ Այդ Աստծոքով չի կալեր։ Մաղը, որում մեջ են բիդանցնենք, Աստծոքով չի կալեր։ Արաբները գսեին, հոս խատրիս համար մորուքիս մեջ ցանև
Աս խոսքերը չկալել Աստծոքով։ Աստված ինձ ցույց տուր ինձի քու կյանքով որ ինձ կհավատայիր։ Ուր կացիր, ինչ ըրիր, ինչ կերավ, ինչ խոսեցար։ Այդ ռազները կարդացոլան իմ խոսքս եւ իմ նկարակիրս։ Թե չեն արդացոլար։ Ես ալ մեջն եմ։ Անոր համար ուշքշավը շատ պատասխանատու գործ է, որ մենք ասենք հավատքով համոզված ես Քրիստոսին հավատամ։ Ամենամեծ որոշումն է, որ գրնաս առնել կյանքիդ մեջ։ Եվ եթե արած ես, ապրիր հատոր համաձայն։ Եղիր լույսը, ոչ խավարը։ Եղիր կյանքը մեգում համար ոչ մահը։ Եղիր ճշմարտությունը եւ ոչ թե սուդը, գեղձիկը եւ խապուսանքը։ Այս է Աստծո ուզածը մեզ, որովհետեւ մեր պատերազմը հոգեվոր պատերազմ է այս խավար աշխարհի իշխաններուն եւ չար ոգիներուն դեմ։ Օրհնելակ։ Let me summarize in 10 minutes what we talked for 20 minutes. So I told the story in the beginning that a kid goes on Halloween and he says, this is the best Olympic day for me because I'm going to get candies and chocolates and chips and whatever it is, and I'm going to plan it so perfectly that I can visit the houses that will give me more. And he says, one day I was there and I saw this Wolverine kind of man, masked. It was so scary. His eyes were glowing really like a wolf. His fangs were out, and his fur was real. So I was really scared. And he kept following me, he says, until the last house that I visited, and then eventually it turned out to be my friend. He took the mask out, and it was him. But I was so scared, he said, I'll never forget that day. And Halloween and the spiritual world that we have is as such. It comes masked. It comes disguised. So we don't see the real enemy. But God wants to reveal the real enemy. And therefore, our scripture reading is from Ephesians chapter 6, which says, this is the Apostle Paul is talking to the Ephesians Christians, and he's encouraging them and saying, there is a battle, and the battle is real, but it's a spiritual battle. Chapter 6, Ephesians, verses 10 to 13, he says, finally, brothers and sisters, be strong in the Lord and in his mighty power. Put on the full armor of God. Why? So that you can take your stand against the devil's schemes. For our struggle is not against flesh and blood, but against the rulers, against the authorities, against the powers of this dark world, and against the spiritual forces of evil in the heavenly realms. Therefore, put on the full armor of God, so that when the day of evil comes, like Halloween, you may be able to stand your ground, and after you have done everything, to stand firm. So the Apostle Paul is telling us very clearly, there is a battle for the Christian believer. If you're not a Christian believer, you're not yet in the battle. But if you are a Christian believer, confessing that Jesus is your Savior and is your Lord and Master, then there is a battle and you got to obey Him. And the battle is spiritual. It's not something you can see by your eyes or touch it. It's not against flesh and blood. It's against the dark forces of this world and the evil authorities, heavenly evil authorities, meaning spiritual battle. There are wicked spirits that live among us on this world, and they want to dwell somewhere, either in the animals or in the humans. And if we let them come in, they will come in. The gospel says that many times. The man who was possessed demonically, our Lord Jesus Christ exhorts the demon, and the demon says, I'll go and come back 7 times stronger and dwell in someone else. He exhorts the demons from the man who was a lunatic, and they go on to the pigs. So that's real. If Jesus believes in it, you better believe in it.
And Halloween observes that. I'm not going to say celebrates that. They celebrate. We don't celebrate. We don't want to observe it too. But that's what Halloween does. Halloween is a day for the dead, for the dead, for the darkness, for murder, for fear. That's what it's for. People go cast out curses on Halloween. You don't know when you knock on the door what was going on inside that door. Sometimes witches will spend probably a week fasting and praying to their dark spiritual forces so that they can do whatever they have to do. I'm not going to talk about them too much, but that's what they do. So don't take your kids or your grandkids to Halloween. You don't know whose door you're knocking on. And if you let them in, the spirits will go in them, and they will manifest in their lives by giving them wrong choices, by giving them the wrong mind, rather than the mind of Christ and the Spirit of God. It's not a joke. And devil wants us to be deceived so we don't see these truths. The devil will tell us, what's the big deal? It's a costume and some chocolates. All the culture will say, it's fun. Pastor Zorab, take it easy, it's fun. No, it's not. There's lots of ways to have fun. I'll give you 10 suggestions if you want to have fun. Let's celebrate God. Let's exalt Him. Not on the day of the Easter only. Let's come Him tomorrow and say, we're celebrating. Because our Lord is the God of the living. God calls us to be holy like Him. God calls us to be light like Jesus. God calls us to bring life into people who are desperate and dying. Not darkness, not death, not fear. He says, I give you the spirit of love and power. In 2 Timothy. I give you the spirit of love and power, not the spirit of fear and trembling. What do you expect that will happen on a scary night? That kids see all these skeletons and scary faces, and then we're going to call it Happy Halloween? How much more are we going to be insane to understand that Halloween cannot be happy? We can't. And Halloween is one example. God will give us time and opportunity to preach about other stuff. But the point is, there isn't a spiritual battle. Satan disguises it, masks it in a different way that is acceptable to us, and we say it's okay. And that's not okay. You can't put on Satan costumes, go on Grammy Award, sing against God, unholy. The song is called Unholy, and then win an award and say that's art. That's not art, buddy. Satan is right in our faces, in our screens, in our TVs, in your living room, in your kitchen, in your car. So you better watch what you listen. Young people, don't be fooled. Listen to the words. Talk about it with your friends. Talk about it in the church. What am I listening to? What are you feeding into your soul? This isn't art. It's disguised. It's hidden. It's masked. And we're going to reveal the unmasked, which is Satan's schemes. And the battle is spiritual. So beware of that. Why? Because we have a God who defeated death and is alive, and He is the life and the resurrection. And when He saves, He says, I bring you, I transform you from the authority of the darkness into the kingdom of light. So be a light. Don't encourage any sort of Satan's schemes. To do that, we need to know how to live according to this book.
And to live according to this book, we know to believe in it, and to believe in it, we have to listen and understand what it says. Culture does not come above God's word. Either the culture will shape you and who you are and what you think and what your character is, or God's word and His Son and His Spirit will shape who you are and what you think and how you live. Make a choice. You can't be one day there and one day here. You can't spend your Saturday night as a regular person who doesn't believe in Christ in whatever you're doing, and then Sunday morning come here and say, God, I love you. You can't do that. I can't do that. I selectively watch what I want. I don't watch the TV just because it's on the TV. Who's the director? What's the message? Any show you watch. None of them talks about Jesus. And you can find any other subject that you can watch. About fear, about horror, about death, about walking dead, and about zombies, and about you name them. You're going to watch that, you think you're invincible, they can't overcome you, they will overcome you. Evil spirits will get into your mind. Evil thoughts will come into your mind. And maybe 5-10 years later, you may suffer the consequences of it. No, we won't let that happen as a church. You won't let that happen as a believer. You're going to stand firm and be ready by the full armor of God. By His word, by His truth, by His Spirit, we will fight back. And we will expose them. Don't be ashamed of the gospel, for it has the power to save those who come to Him. That's the message today. So I hope you've learned something. I've learned a lot. And you've got empowered in your spirit to know that the one that who you worship wants you to be holy like Him, empowered, and be light and life in this life. So tell the truth of God with courage. Rely on Him. Hey, Lord, I want to be your servant, your faithful servant. Thank you for saving me. Give me the power so that I can proclaim your truth and defeat every evil thing that is in the world. Because I can do all things through Christ who strengthens me. You're going to do that. God is not going to do that. But you need His power. So we pray that. Thank you, Jesus. Let's pray. Oh Lord, thank you for the truth that you have in your word. How awesome and great they are. They give life and they give light into us and they empower us. Thank you for the Spirit of God, Holy Spirit, that you indwell in us and transform us and take us from darkness to light, from evil authorities to the kingdom of life. May you empower everyone who is here and the ones who are hearing us on the internet, that we become fully armored in the full armor of God and be ready to fight the battle that is spiritual and fight Satan and his schemes through your power and your grace. So be with us and bless everyone so we can shine for you so that you may be glorified now and forever. In your holy name we pray. Amen. Շարունակենք պաշտամունքի մայթ հոգիով երգել զորություն եւ սեր ով դեր. More love and more power so that you may be magnified.
Մինչ եղանակ մը գնվակվի պատրաստենք մեր սիրո նվերները։ Սուրբ Աստված մեր, երնավոր հայր շնորհակալ ենք ով դեր որդուն, արադացերն եւ դվող Աստված ես։ Փառք ու դանքեզի, որ մեզի դված ես կյանք, որ գրնանք ապրիլ, աշխատիլ եւ վաստակել։ Եվ իմ ատկու դված այդ բաժին մնե, որ իդ քեզի կբերենք, ընդունիր մեր այս փերած լումաները, օրտնե որբեսի ըլան անոնք օրտնություն եւ գործածվին այս բادرազմին մեջ ով դեր, հոգևոր բادرազմին մեջ, որբեսի մենք ըլանք դարաձողներ քու թակավորությանը բարի լուրը այս խավար աշխարհի մեջ։ Օգնե մեզի Հիսուսի անունով գխնդրենք այս ամենը, ամեն։ Բարև ձեզ։ Ձեր համբերությունը խնդրեմ այսօր հայտարարություններու ցանկը քիչ մի երկար է, բայց սպաղ օրեր են մեր եկեղեցին համար եւ ասիգան շուտ շատ լավ բան է։ Մահվան քուժ ստացանք այս շաբաթ մեր եկեղեցվո երկար դարիներու անդամ առաջնորդ եւ մեր սյուներեն բարոն Միհրան Ջիզմեջյանը քնած դրոճկով շորեքշաբթի հոկտեմբեր 22-ին։ Մեր ցավակցությունները կհայտնենք Վարդուգին, Հրայրին, Սիլվիային, իր թորնիկներուն եւ բոլոր Ջիզմեջյան ընտանիքին։ Հողարգավորությունը դեղի պիտի ունենա 5 շաբթի հոկտեմբեր 30-ին ժամը 11-ին հոս եկեղեցվո մեջ։ It is with great sadness that I announce the passing of one of our longtime leaders, members, and one of the pillars of our church, Mr. Miran Ջիզմեջյան, who went to the Lord on Wednesday, October 22nd. Our deepest condolences to Vartug, Hrair, Sylvia, Karen, Cedric, Ara, and the entire Ջիզմեջյան family. Funeral service will be held here on Thursday, October 30th at 11 a.m. Դիգնանց պաշտամունքը հաջորդը մեկադեղվի յոնա այս ուրբաթ հոկտեմբեր 31-ին ժամը 7:30 ուր պիտի ունենան պաշտամունք, հոգևոր մթնոլորտ, պատգամ եւ անագնգալներ։ Ծնունդի բազարը դեղի պիտի ունենա նոյեմբեր 15-ին 16-ի շաբաթավերջը շնորհակալություն ան բոլոր դիգիներուն եւ օրիորդներուն, որ եկան եւ պատասխանեցին ճաշեր աշխապտվա ընթացքին։ Եթե թերգան անոնք որ գրնան օգնել, հաջեցեք տեսնել Դիգին Սալփիկ Հաջեմյանը։ Այս շաբաթօր նոյեմբեր 1-ին պիտի նորեն ունենանք մարդոց նախաճաշ եւ պաշտամունք Manna and Men ժամը 9-ին։ Բոլոր մարդիկը հրավիրված են։ Կալգիրագի մերեգեցի պաշտամունքը պիտի առաջնորդեն մեր երդասարտները։ Աղոթենք իրենց համար եւ քաչալերենք իրենց եւ տեսնենք որ դեր ինչպես իրենց սրտերում մեջ կաշխատի։
Շաբաթ նոյեմբեր 8-ին ժամը 6-ին դեղի պիտի ունենա մեր նորընտիր հովիվի ցերնացություն եւ պաշտոնագործության պաշտամունքը հոս եկեղեցին մեջ։ Բոլորս հրավիրված ենք այս պատմական արարողությանը տեսնելու։ Իսկ ինչպես գիտենք, մեր դարեգան ճաշկերույթը դեղի պիտի ունենա գիրագի նոյեմբեր 9-ին։ Կարևոր է, որ այսօր վերջին օրն է ձեր դոմսերը ապահովելու։ Եթե դեռ չեք ապահոված, հաջեցեք տեսնել քավիթի սեղանը, ուր անցախումբի անդամները նստած են։ Գիրակտորիա աշակերտները այս տարի ալ պիտի պատրաստեն գաղանթի նվերներու դուփեր եւ ղրգեն աշխարհի 4 կողմը չկավոր մանուկներու։ Ամեն մեկ դուփին $25, ձեր նվերները կրնակ տալ իրենց սեղանին մոտ դուրսը։ Ladies' Praise and Worship is going to resume this Friday night, October 31st at 7:30 p.m. here at church. There will be refreshments, praise and worship, and a harvest message. All ladies are welcome. The Christmas market will take place on November 15 and 16. We thank all of the ladies who came and helped prepare food for that this week. And if you're still able to help out, please see Deacon Salpi Kajemian, because there'll be more work that will be taking place over the next few weeks. We thank you ahead of time for your support. Manna and Men, the men's praise breakfast, will resume this Saturday at November 1st at 9 a.m. All men are invited to come and worship with the Lord and have breakfast and fellowship with each other. Next Sunday is going to be Youth Sunday, where the youth are going to be presenting the entire service from beginning to end. Let us pray for them and praise God for them, and please be here to support them as they do their semi-annual Youth Sunday. On Saturday, November the 8th, at 6 p.m., we are going to have the ordination ceremony of our pastor, Zorab Sarkisian, to be performed by our union leadership here at the church. We look forward to seeing all of you here at this joyous and historic occasion. As we've been announcing for a few weeks, the banquet is going to take place on Sunday, the evening of November 9th. Today is the last day to buy tickets. If you don't have your tickets, please see the banquet committee at the table sitting in the lobby. And finally, our Sunday school, once again this year, is going to be preparing gift boxes as part of Operation Christmas Child, where they will be preparing boxes of gifts that will be sent to needy children throughout the world. Each box is $25. If you're able to support, please see them at the table outside in the lobby. Thank you for your attention. Ես երկու բան կուզեմ վերահաստատել Սևագին ասածներեն։ Մեկը եթե դագավին գանցեր մեջը հուսամ չի կան, որ դոմ չեն ապահոված, խնդրեմ այսօր ապահովեցեք, եւ պիտի քաչալերեմ շատ, որ չորեքշաբթի օրերը Սուրբ Գրքի սերդոջաներ գալակ։ Դարիքի հարց չկա, քիչ մնա շատնանքն է հոսպիտի հավաքվին պարկուդանք Աստծո։ Եկեք որբեսի օրտնվինք բոլորս իրար մե եւ Աստծո խոսքով։ Հիմա եկեք ավարտենք այսօրվա պաշտամունքը ոդնգայս երկելով դերունական աղոթք։ Yeah.
Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից։ Եվ հիմա Դերը օրհնե եւ բահեցես։ Դերը իր երեսը փայլեցնե ձեր վրան եւ ողորմի ձեզի։ Դերը իր երեսը դարձնե ձեր գոմը եւ խաղաղություն տա ձեզի։ And now the love of God and the grace of our Lord Jesus Christ and the fellowship of the Holy Spirit be with us all so we can stand firm in the battle. May you go in peace. Երթակ խաղաղությամբ։ Ամեն։